լարվել են ձեր հարաբերությունները պարոն Փաշինյանի հետ, որքանով են այդ տեղեկությունները հավաստի։ Ուրեմն բոլորի ուզածը, ես այսօր մի քիչ ավելի անկեղծ ասեմ, բոլորի ուզածը դա է, որ մեր հարաբերությունները վատանան, բայց ի վնաս իրենց դա չեն վատանալու, ասեմ քեզ, որտեղ այսօր սաղել են կուսակցություններ են բացում, ես իմ շարժի մեջ են ինչ որ հանգիստ թողեք տնտեսությունը զարգանա, ասեմ այդպեսի բան չկա, չի էլ կարա լինի։ Հանդիպան ժամանակ ինչ քննարկել բացի ցեմենտի հարցը։ Շատ կառուցողական, ներդրումային, այո, որ ասենք թե մենք ուզում ենք առաջարկում ենք հիմնական խնդիրը վարչապետին ճիշտ պետք է ներկայացնեն։ Իսկ թե ճիշտ ներկայացողները պատասխան են տալու։ Այսօր հիմնական խնդիրը վարչապետը ներքին, արտաքին, տնտեսական, քաղաքական, սոցիալական այդ խնդիրները պետք է ներկայացնեն վարչապետի ուզածը ինչա, որ իր երկիրը լավ լինի, հզորանա, զարգանա, շարժ լինի։ Իր ուզածը դա է, չի կարող պատահի նա վատ ուզի։ Բայց գնացեք հարցը տվեք տվյալ ոլորտի պատասխանատուներով ոլորտով զբաղվում մարդիկ պետք է հիմնականում ոնց է մի տարի եղավ արդյունք չտվեց մարդիկ տեղը պետք է զիջի հիմա ըստ ոլորտներով որ պատասխանատու է վարչապետի մոտ վարչապետը պետք է դրանց փոխի որ լիարժեք արդյունավետ աշխատի Եվ կոնկրետ վարչապետը համաձայն է ձեր տեսակետների, ձեր տեսլականների։ Վարչապետը բոլորին լսում է, վերջը ինքը ոնց մտածում է, այնպես էլ անելու է, ինքնա որտեղ ինքնա պատասխանատու ամբողջ ժողովրդի առաջ։